Այսօր խորհրդարանում արագացված կարգով սկսվել են ընդհանուր եւ բարձրագույն կրթության մասին օրենքներում կատարվելիք փոփոխությունների հանձնաժողովային քննարկումները։ Փոփոխությունները կրթության հանձնաժողովին ներկայացրել է կրթության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնյան։ Պատգամավորները հատկապես հետաքրքրված էին դպրոցներում նախատեսվող փոփոխություններով։ Ըստ այդ փոփոխությունների 12-րդ դասարանը կդառնա ինքնակամորեն, իսկ 11-րդ դասարանում շեշտը կդրվի ազգային քննություններին նախապատրաստվելու վրա։ Բացատրական քարտի համաձայն ընդհանուր կրթության մարտահրավերներից մեկը հերթական ծրագրի բովանդակությունն է։ Յուրաքանչյուր դասարանում տարբեր առարկաների դասագրքերը կլինեն ընդհանուր։ Համազգեստ կրելը պարտադիր կդառնա մինչև 6-րդ դասարանը ներառյալ, իսկ բջջային հեռախոսների օգտագործումը կսահմանափակվի ուսումնական գործընթացում։ Կա ևս մեկ նորություն՝ առաջին դասարան կընդունվեն միայն այն երեխաները, որոնց 6 տարեկանը կլրանա մինչև սեպտեմբերի 15 ներառյալ։ Հանրային դպրոցներում շարունակվում է հակաթմրանյութային «Ես ապագայում» արշավը։ Նախագիծը վերսկսվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության եւ կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարության համատեղ նախաձեռնությամբ։ Ընթացիկ տարում արշավին միացել է նաեւ Վրաստանի սպորտի նախարարությունը, որը կներկայանա տարբեր մարզական ակտիվություններով։ Արշավի երկրորդ փուլի շրջանակներում իրավակարգի սպաները եւ ուսումնական հաստատության մանդատուրայի ծառայության ներկայացուցիչները տեղեկատվական հանդիպումներ կանցկացնեն 6-ից 9-րդ դասարանների աշակերտների հետ Վրաստանի 6 տարածաշրջաններում։ Հանդիպումները նախատեսված են Վրաստանի բոլոր տարածաշրջաններում։ Ընթացիկ տարում հակաթմրանյութային արշավը ընդհանուր առմամբ ընդգրկում է 100 հանրային դպրոց։ Արշավի նպատակն է կանխարգելել դեռահասների շրջանում հոգեակտիվ նյութերի օգտագործումը, բարձրացնել իրազեկվածությունը եւ խթանել առողջ ապրելակերպը։ Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության վարչության աշխատակիցները առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ ապօրինի իրացմանն աջակցելու մեղադրանքով ձերբակալել են 1979 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացու։ Իրավապահները Բաթումիում մեղադրյալի անձնական եւ ժամանակավոր բնակելի բնակարանների խուզարկության ժամանակ, ինչպես նաեւ տարբեր վայրերից որպես իրեղեն ապացույց առգրավել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց՝ իրացման համար փաթեթավորված 55 փաթեթ մեթադոն։ Ձերբակալվածի ժամանակավոր բնակելի բնակարանից առգրավել են նաև թմրամիջոցի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Իրանը պատրաստ է նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը։ Այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանը։ Նրա խոսքով Թեհրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը 60%-ից մինչև 20% իջեցնել։ Շամխանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում Իսրայելը Իրանի համար կվերածվի օրինական թիրախի, իսկ արձագանքի մասշտաբը կախված կլինի մյուս կողմի ձեռնարկած գործողություններից եւ քայլերից։ ԱՄՆ-ի նախագահը հայտնում է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են։ Թրամփի խոսքով ռազմանավեր ներկայումս ուղղվում են դեպի Իրան, սակայն ցանկանում է համաձայնության գալ Թեհրանի հետ։ Ռուսթավելիի թատրոնում տեղի է ունեցել Սուխիշվիլիի նոր սերնդի մենահամերգը։ Անսամբլը հանդիսատեսին ներկայացրել է յուրօրինակ ծրագիր, համատեղելով դասականը Իլիկո Սուխիշվիլիի կրտսերի ժամանակակից տեսլականի հետ։ Հատկանշական է, որ փոքրիկ Սուխիշվիլիի համերգը մինչ այդ նույնպես անցկացվել էր Լեփ Լեցուն դահլիճում։ Հենց այսօր հավանաբար լիագումար նիստում առաջին ընթերցմամբ կքննարկվեն դրամաշնորհների եւ քաղաքացիների քաղաքական միավորումների մասին օրենքներում կատարվելիք փոփոխությունները։ Օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվում է դրամաշնորհների հասկացությունը եւ այդ թվում դրամաշնորհ կհամարվեն այն դրամական կամ բնական ձևով փոխանցված միջոցները, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել Վրաստանի իշխանությունների պետական հաստատության կամ հասարակության որևէ հատվածի վրա ազդեցություն գործելու փորձերին, ինչպես նաեւ այնպիսի գործունեությանը, որը բխում է օտարերկրյա պետության իշխանությունների կամ օտարերկրյա քաղաքական կուսակցության շահերից։ Միաժամանակ սահմանվում է քրեական պատասխանատվություն եւ պատժելի է դառնում արտաքին լոբինգը։ Ինչ վերաբերում է քաղաքացիների քաղաքական միավորումների մասին օրգանական օրենքի, ըստ փոփոխությունների, այն կազմակերպությունում աշխատող անձին, որը իր ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում է արտասահմանից, արգելվում է 8 տարի լինել քաղաքական կուսակցության անդամ։ Ներկայացված փոփոխությունները կտրուկ քննադատում է ընդդիմությունը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը 45 անձի է ձերբակալել քրեական աշխարհին անդամակցելու եւ դրա հետ կապեր ունենալու մեղադրանքով։ Նաեւ եւս 15 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից մի քանիսին քրեակատարողական հիմնարկում, իսկ մյուսներին հերակա կարգով, այդ թվում 3-ը այսպես կոչված օրենքով գողեր են։ Նրանք մեղադրվում են գողական աշխարհին անդամակցելու, գողական աշխարհի գործունեությանը աջակցելու, գողական աշխարհի անդամին դիմելու եւ օրինական գողության մեջ։ Ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները հզորացնելու, ինչպես նաև քաղաքացիների ոստիկանական ծառայություններին հասանելիությունը հետագայում բարձրացնելու նպատակով Սամեգրելոյի տարածաշրջանում Զուգդիդի քաղաքում բացվել է ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության միասնական ծառայության կենտրոն։ Քաղաքացիները հնարավորություն կունենան մեկ տարածքում ստանալ մինչև 50 ոստիկանական ծառայություն, այդ թվում կկարողանան տուգանքները վճարել, բողոքարկել, տրանսպորտային միջոցը տուգանային կայանատեղիից հանելու թույլտվություն ստանալ, վարչական խախտումների մասին ծանուցում ստանալ, գերչափսերի տրանսպորտային միջոցներ տեղափոխելու թույլտվություն ստանալ եւ այլն։ Պարեկային ոստիկանության ծառայության կենտրոնը հագեցած է ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Շենքը հարմարեցված է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար։ Պարեկային ոստիկանության վարչության միասնական ծառայության կենտրոնն արդեն գործում է Թբիլիսիում, Ռուսթավիում, Ցխեթայում, Գորիում եւ Բաթումիում։ ԱՄՆ-ի առաջնորդը եւս մեկ հայտարարություն է արել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու փորձի վերաբերյալ։ Դոնալդ Թրամփն ասում է, որ իր վարչակազմը հնարավոր է շուտով լավ լուրեր տարածի։ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում նախագահը նշել է, որ իր երկիրը գումար չի ծախսում, ինչպես դա Բայդենն է արել, որը Ուկրաինային 350 միլիարդ դոլար տվեց։ Ռուսաստանի նախագահի հետ լավ հարաբերությունների պատճառով մտածում էի, որ արագ կավարտեմ այս պատերազմը, սակայն հայտնաբերեցի, որ Պուտինի եւ Զելենսկու միջև կա հսկայական ատելություն, հայտնել է Թրամփը։ Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Աբու Դաբի, տեղեկատվությունը հաստատում է Վլադիմիր Զելենսկին։ Փետրվարի 4-ին եւ 5-ին կկայանա երակողմ հանդիպումների նոր փուլ Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Զելենսկու խոսքով երակողմ ձևաչափից բացի Ուկրաինան բանակցություններ կվարի նաեւ նահանգների հետ։ Կա համաձայնագիր, որի վրա աշխատելու կարիք կա, գրում է Թրամփը։